ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հարգելի մշտական ներկայացուցիչ, Հայաստանում հավատարմագրված հարգելի դիվանագետներ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության տեղական ինքնակառավարման հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովում նախ կարծում եմ իմաստ ունի արձանագրել, որ հանրային ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակ եւ կարծեմ թե եւ իմ տպավորությունն այսպիսին է, որ այս փոխկապակցվածությունը միշտ չի եւ ամեն տեղ չի, որ ընկալված է եւ որպեսզի մենք հանրության կյանքը դարձնենք ավելի որակյալ, պիտի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը։ Իսկ որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, ընդհանրապես որևէ բան ավելի լավը դարձնելու համար կա մի գործիք։ Դա լրացուցիչ ներդրումներն են այլ ոլորտում։ Ընդհանրապես մեր մտածողությունը շատ տեղերում արտա համակարգային եւ արտապետական է, եւ մենք շարունակում ենք ընկալել, թե կարելի է չանել ներդրում եւ ունենալ լավարկում։ Ասենք էնտուզիազմի, էմոցիայի, նվիրվածության եւ այլնի վրա, ընդ որում էմոցիայի, էնտուզիազմի, նվիրվածության գործը եւ գործառույթը երբեք չի կարելի նսեմացնել, բայց դե չկա ենթակառուցվածք, որը էմոցիան եւ էնտուզիազմը տրանսֆորմացնի եւ դարձնի արժեք, այդ դեպքում էմոցիան, էնտուզիազմը շատ կնմանվեն լոլիկի ճիչերին, ինչի մասին մեր հարգելի բանախոսը քիչ առաջ նշեց։ Բայց մեր իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ խնդրեմ էլ կա, որովհետեւ հանրային ոլորտը եւ մենք դա պետք է խոստովանենք, մենք դա չենք խոստովանում, առնվազն ենթագիտակցական եւ էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։ Եվ սա կապված է մեր պատմական փորձառության հետ, որովհետեւ մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունը ինչ է ցույց տվել։ Մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, որը ոչնչացնող է, որը արգելակող է եւ որը խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը որոշակի բացառություններով։ Եվ այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտը այն ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը։ Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները։ Այդ գնացքի նստատեղերը եւ վագոնները ընդհանուր ոսկե ջրեր։ Բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ չեն արված, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի տեղից, կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը մեր իրականության մեջ եկեք խոստովանենք, որ շատ հաճախ պատահում է։ Մեզ շատ կարևոր է ի վերջո արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում եւ չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան իր այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Եվ հետեւաբար հանրային կառավարման ոլորտի նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի փոփոխությունը ամենակարևոր անելիքներից մեկն է, որը մենք պետք է անենք։ Ես ելի ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության ոչ մի բացարձակապես ոչ մի ընտանիք իր սեփական բարեկեցության վրա չի ծախսում եւ չի կարող ծախսել այնքան, ինչքան այդ նույն ընտանիքի բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ համայնքային բյուջեները։ Բացառված է, չկա այդպիսի մի եզակի օրինակ Հայաստանի Հանրապետությունում, մենք հանրապետությունում չունենք գեթ մեկ ընտանիք,
գետ մեծ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։